Դե ինչ ողջույն բոլորին, ես Դավիթն եմ, մենք գտնվում ենք Տավուշի անտառներում, սա այս թողարկման երկրորդ հատվածն է։ Stop, fight. Major. Զավեշ տալ եմ իմ փաստ, ճանապարհը փակել է տրակտորը, որտեղ վարորդ չկա։ Ուղղակի տրակտորը կանգնած, չգիտեմ ինչի համար է ճանապարհը փակել, ինչևէ դա տենց լուրջ խոչընդոտ է դարել ու հիմա ողջ թիմը անձնակազմը մտածում է ինչ անի, կամ փորձենք մենք մեր ուժերով տրակտորը տեղափոխել, կամ եթե չստացվի, ստիպված պետք է ինչ-որ ձև շրջանցենք այս վերևի ձախ կողմով, որտեղ աջ կողմում տենց ձոր է, ներքև է ու ընդհանրապես մեր վերջնակետի հետ կապ չունի։ Ուրեմն տրակտորի պատճառով մենք ճանապարհը ստիպված փոխեցինք, բայց որ շատ հետ չգնանք, տղաներից մեկը Սևադան, այ այնտեղից խնդրելու եմ այս օպերատորը ցույց տա, այնտեղից ճանապարհ բացեց դեպի այստեղ։ Հետո մենք շփոթվեցինք դեպի աջ եկանք, իրական մեծ ձախ էր պետք, աջ մտանք, հիմա տեղում էլ շրջադարձ ենք կատարում ու շարունակենք դեպի ելակետը։ Արդեն հոգնածությունը զգացնել է տալի։ Մենք համարյա 7 ժամը արշավի մեջ ենք ու անցել ենք մոտ 12 կիլոմետր։
Իսկ sense քշելը կարա մեքենան ավելի վնասի։ Հա, կարա դեմն է ջարդի։ Այս հաշվով տենց էլ լինելու է, եթե շատ նագրուսկա տանք։ Բայց դες ինքը խելացի անում, ակերը չի առաջ շատ գազ տալի, էլի։ Հա, թե միջին տեմպա բա։ Այն որ տեմպա պահում գոնե ինչքանով կօգնի, այդքանով օգնի, էլի։ Ահա։ Պաշտպանի շիթը պաշտպանի շիթին ա խփել, ոչ մեքենայի ոչ ման չի եղել, բարեբախտաբար։ Օֆրոուդում էլ սա նորմա է։ Այս եթե փող են պարտ լինում, կարելի է նաև սենց անել։ Եթե սիրում եք էքստրիմ մեքենաներ ցեխուց ուխ, իդեալական տարբերակ է։ Իդեալական։ Ահա։ Ահա։ Ուրա! Հաջողությամբ գորը մեքենան բարձրացեցինք, հիմա մնաց թեքենք ու բարձրանանք այս սարը։ րոպե ունենք դեռ։ 40 րոպե, Այս տեմպերով մի ավելի երկար կտևի։ իսկ անտառային հատվածա թե էլի Հա, սենց։ գետել ունենք։ Շատ սիրուն դերն է։ Եվ այսպես ընդհանուր առմամբ մենք անցել ենք համարյա 8.5-9 ժամ, տարածությունով անցել ենք 22 կիլոմետրի չափ ու դեռ մոտ 40 րոպե էլ պետք է գնանք, որտեղ լինելու է վրանային հատվածը, որտեղ գիշերակացն է լինելու։ Ես եթե անկեղծ մի քիչ հոգնած եմ, որովհետև եկել եմ կվադրացիկլով ու ամբողջ ընթացքում համ խուսափել եմ տերևներից, ճյուղերից ու մաքսիմալ լարված փորձել եմ բռնված մնալ հետևում, որովհետև ընկնում ես վրայից։ Այ, հոգնածություն կա, բայց միևնույն ժամանակ ազատության։ Սս քամի խփում է, շուխուր չկա, ոչ մեկ չի ասում է սարային, չէ, ասում են է սարային, բայց ոնց որ արշավի շրջանակն է, շատ հավես տեղ է։ Չգիտեմ, միգուցե հիմա այստեղով քամու ձայններ լսվում է, վայելեք։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia-ի հերթական թողարկումը, հերթական արշավը։ Առիթից օգտվելով մի հատ մեր հովանավորներին ու գործընկերներին շնորհակալություն հայտնենք, որովհետև այս ամեն ինչը հնարավոր է դառնում նրանց շնորհիվ։ Սիլմազային ենք շնորհակալություն հայտնում, ավտոապակիների աշխարհ խանութային ենք շնորհակալություն հայտնում, Polaris Armenia-ին ենք շնորհակալություն հայտնում, Motorին ենք շնորհակալություն հայտնում իր Nakoil ապրանքանիշով եւ Golf-ին ենք շնորհակալություն հայտնում որակյալ վառելիք տրամադրելու համար։ Ես մենք շարժվում ենք առաջ։ Գնացինք Պակոնյան, իբր ինձ լսող կա, էլի Պակոնյան։ Եվ այսպես մենք հասել ենք վրանային հատված, վրաններ ենք տեղադրել, այսօր գիշերելու ենք այստեղ,
հաց կերանք, հիմա խարույկ ենք վառել, որպեսզի տաքանանք, մի քիչ զրուցենք, ուժ հավաքենք, որովհետև վաղը շարունակելու ենք մեր ճամփորդությունը։ Դրան գումարած բացի այն, որ նոր ուղիով են գնալու, այսինքն տենց նույն ձև չենք վերադառնալու, նոր ուղով շարունակելու ենք, մեքենաներից երկուսը ունեն լուրջ խոտաններ ու ընթացքում ոնց որ նրանց պարբերաբար նաև քարշակելու ենք, այնպես որ վաղն էլ շատ հետաքրքիր օր սպասում, շատ արկածներով լի համոզված եմ, ցեխոտ, քամոտ ու երջանիկ։ Դեռ այսքանը, քիչ անց արդեն կգրանք պարկենք քնելու, մեզ եւ ձեզ մաղթում ենք բարի գիշեր։ Չեք մոռան բաժան օգտագործվել օֆրոդ Armenia Edge-ին, անպայման սեղմեք ենք նաեւ զանգակը, որպեսզի ոչ մի եթեր բաց չթողնեք։ Մեզ մոտ արդեն առավոտ է, թիմի ակումբի տղաները քիչ-քիչ զարթնում են, հավաքում են վրանները, պատրաստվում են, որովհետև քիչ անց մոտ 1 ժամից արդեն պետք է շարժվենք, բայց այդ ընթացքում պետք է հասցնել լվացվել, հավաքել իրերը, ի վերջո նախաճաշել եւ ել եմ ասում, մեզ այսօր սպասում է հետաքրքիր ճամփորդության շարունակություն, տեսնենք թե ինչ արկածներ կլինեն։ Հուսանք այսօր բոլորը կհասնեն դեպի վերջնակետ։ Դե ինչ բոլորիս ասում եմ բարի առավոտ, լավ օրվա սկիզբ մաղթում։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia ակումբի կողմից կազմակերպվող արշավներից հերթականը։ Ուրեմն այսպեսի մի հարց ծագեց, ոնց են անձնակազմին քնից հանում, ու այդ հարցում մեզ կօգնի ակումբի հիմնադիր Արգիշտի Սահինյանը։ Պարոն Սահինյան, կասեք, ոնց եք հիմա թիմին հանելու։ Ցույց տամ։ Հələ, եթե հնարավոր է։ Ահա։ Հեշտ։ Մի մատի օգնությամբ ամբողջ թիմը զարթնեց։ Այսինքն ուրախ սկիզբ օրվա մեզ սպասում։ Իսկ այժմ մեզ մոտ առավոտյան վրանի մոտ չէին սպասում հաղորդման հերթական թողարկումն է, կզրուցենք Հայկ Վարդանյանի հետ։ Հայկ ջան, բարև ձեզ։ Հայկ ջան, բարի առավոտ։ Նախ մի հատ կուզենայի որպես մասնագետ ամփոփենք երեկվա ուղին, ոնց ու որտեղով ենք եկել, եթե այտենց ավելի մանրամասն։ Իրականում այնքան մեքենա փչացավ, եթե հիշում եք, էլ արդեն չեմ հիշում ոնց ու որտեղով ենք եկել, բնականաբար բոլորս հիշում ենք Իջևանից ենք մտել։ Ու դեռ Իջևան։ Ասես այնտեղ չգիտեմ ցույցեք թե չէ, վանք կա շատ հին։ Գնալու ենք այդ վանքը նայենք արդեն լույսով։ Մեքենաներից ոնց հասկացա մեկի այս հետևի քաշով։ Գորի մեքենայի հետևի մոսներ փչացե հայերեն տարբերակը։ Պոլուոսը մենք երեք դա ճշտեցինք։ Հա, պոլուոսներ կտրել։ Միանշանակ Wrangler-ից լավ մեքենա չկա, ինչի մասն է խոսքը Դավիթ ջան։ Բոլոր մեքենաները փչացել են։ Բոլոր մեքենաները, բացի 3 Wrangler-ից, չնայած որ Սևադայի Wrangler-ն է փչացել։ Բայց դա իր մեղավորությունն է։ Իրանը ինչ ա եղել Սևադայինը։ Այն որ սենց թռավ, չգիտեմ, տեսար թե չէ, սենց թռավ ակերը բուքսավատ անելով ընկավ պոլին, չտեսար այն անտառի մեջի բաժի։ Չէ, բայց իրա բանն է, չէ, հիմա մենք Պոլոսն է գտել։ Բայց դեմին է, չէ։ Հա։ Ահա, մի մեքենայի հետևին է կտրել, մի մեքենայի դեմին է։ Իսկ հիմա մենք Անդոյի մեքենան խոչ չի ընկնում։ Էդի ինչ-որ կաբել է կտրե։ Հա, բայց գորի մեքենան է խոչ չի ընկնում, պրով պատվորք, ոչ եմ, շատ հետաքրքիր է, շատ։ Իսկ այս տեղանքի անունը ոնց է, այս Մենք այստեղ որպեսի կողմնորոշվենք որտեղ ենք, ասում ենք այն Փեդով մոստի մոտ, որտեղ ստե մի քիչ ներքև Փեդով մոստ կա։ Ահա։ Ու որ այս անցնել ունենք շատ հրաշալի։ Իսկ այսօր այսինքն գնում ենք դեպի վանք ու հաշվի Հա, առնելով բարձրանում ենք վանքով ու ամենայն հավանականությամբ երեք տենց ենք պայմանավորել, բայց մտքեր կար ու քանի որ մեքենաները որոշակի փչացան, ասում են ձախով շատ ավելի հարմար ճանապարհ կա։
Այսինքն, ասես տենց Օբայով։ մեքենաների մի մասը քարշակման տարբերակով է գնալու։ Դե գորի մեքենան որոշակի դեպքերում քաշվում է, որտեվ չի դեմի ակերը երբ որ մենակ պատտվում է, չի գնում։ Էդ էլ որ հասկանաք ավելի լավ է դեմի ակերը փչանա, հետևին աշխատի, քան հակառակը։ Հա, այն քաշումը այն Անկառավարելի է։ բրդումը։ Հա, անկառավարելի է մեքենան։ Հասկացա։ Ձեր մեքենայի հետ կապված ոչ մի խնդիր։ Չէ, տեխտոտվել է ուղղակի։ Դե։ Մաքրեցինք, դասավորեցինք։ Շնորհակալություն Հայկ ջան, մենք գնանք մյուս տարանում, շնորհակալություն ձեզ լավ։ Այո։ Դե ինչ մենք շարունակում ենք մեր հերթական թողարկումը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Off-Road Armenia ակումբի հերթական արշավը։ Պարզվեց ուղին, որով գնալու ենք, հիմա գնալու ենք դեպի Լաստիվեր գյուղ, այնտեղից արդեն այն մեքենան, որը պարբերաբար քարշակման կարիք ուներ, արդեն ոնց որ ինքնուրույն կկարողանա իջնել քաղաք, այդտեղից արդեն պարզ կլինի մենք շարունակենք ուղին, թե արդեն մենք էլ կիջնենք քաղաք, համենայն դեպս այս պահին մենք գնում ենք դեպի Լաստիվեր գյուղ, բայց անտառների միջով, այսինքն ոչ սովորական ճանապարհով։ Գնանք տեսնենք ինչպիսի ճանապարհներ են դրանք։ Արալավ ինչ է զաղ, խես ուզում եմ ջոգեմ խես կապ տալի ապե։ Ավտոկա որ մեզ քաշի։ Սրա հետևն է։ Չէ են ու կավանը։ Ինչա։ Խոտնված կթողի։ Ահա։ Անջիկի հպացիք Լավ։ Գնա բայց տեմպով։ Յուրը հպչի։ Գետը կապ։ Հետևն էլ է։ Անգլերից խոսապելու համար, որ տորմոզները տաքանացուցիչ պայել, հետևից
եկող մեքենայից կապել ենք մեր մեքենան։ Ինքը մեզ իր մոտորի, իր ռադիացիաների հաշվին դանդաղվածները մեզ պահում է հետևից։ Ստացվում որ մենք մենակ մեր տոռնուզների հաշվի չենք իջնում, նաև այդ մեքենան մեզ հետևից պահում է։ Լալում, որ բենզին չես ունենում, շուտ ես հանգցնում ավտո։ Ուրեմն առաջի անգամ որ եկել ենք այս մոստի մոտ, արդեն տեսա կադրերում 2020 թվականն էր պատերազմի օրը։ Դրանից առաջ շատ բարդ օֆրոդ էինք ուղեկցել, սարի գլխին էինք մնացել, ստիպված տենց է քնել էինք, բայց կապ չունեինք, ստեղ հիմա էլ կապ չկա։ Երբ որ եկանք թե տղեկից մեկը արդեն բան ուներ, Sputnik-ով ինտերնետ ուներ, ասես տղեկ ոնց որ պատերազմը սկսել։ Դե բնականաբար ապրիլյանից հետո էլ այդքան շատ չէինք էլ մտածում էլի ինչ կարա լինի։ Ու պահա բռնում ենք նրա վրա, որ արդեն ազգային ժողովում եթե չընդան թե չէ, վարչապետի վիդեո հաղորդագրությունն արդեն գնում, որ հարձակում է սկսել Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով։ Ահա որ զգացողություններ էր, ինչ ասեմ։ Դա վեսի ոնց էր նոր ճանապարհ է, հա, ներքևի ճամփով չգնացիր։ Բենզին չունես մի արա, բենզին։ Mi ara, Martin! Թողեմ են չեպեների թողենք են հանգար Իմիջայլոց, եթե դու դեռ չես բաժանորդագրվել օֆրոդ Արմենիայի ժամանակը, որ մեր արշավները բաց չթողնես։ Սա մի 5 անգամ նվալու ենք ակում, բայց հեսա գնանք փոխվենք ու շարժվենք Երևան, մնացածը հետո։
Եվ այսպես ավարտվեց Off-Road Armenia-ի հերթական արշավը։ Ամփոփենք, այն տևեց 1.5 օր, մենք ունենք բազմաթիվ մեքենաներ խնդիրներով, քարշակման համակարգերի խնդիրներ։ Մեքենաներից մեկի շարժիչը շարքից դուրս եկավ։ Ընթացքում եղան այլ փոքր խնդիրներ, բայց դա չխանգարեց, որ ակումբի բոլոր մասնակիցները, ովքեր այս անգամ մասնակցում են արշավին, գան հասնեն ֆինիշի մոտ։ Մեքենաների խնդիրները ճիշտ է մասամբ լուրջ են, բայց դրանք լուծվող խնդիրներ են, բարեբախտաբար ոչ մի մասնակցի ոչինչ չեղավ, եւ այսքանով մենք այս արշավը եզրափակում ենք։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել հովանավորներին, ում շնորհիվ այս կոնտենտը հնարավոր է դառնում։ Խոսքը Silmaz ընկերության մասին է, շնորհակալություն ենք հայտնում ավտոապեկիների աշխարհ խանութ սրահին, նաեւ Nakoil ընկերությանը իր մոդուլ ապրանքանիշով, Հայաստանում Polaris-ի պաշտոնական ներկայացուցիչ Polaris Armenia-ին եւ Galf-ին, որակյալ վառելիք տրամադրելու համար։ Ձեզ մաղթում ենք լավ օր, իսկ եթե դուք բաց չեք ուզում թողնել ոչ մի հետաքրքիր թողարկում, բաժանորդագրվում եք մեր YouTube-յան, Instagram-յան, Facebook-յան էջերին եւ հետեւում եք Off-Road Armenia-ին։ Ձեզ լավ օր։ Ես քանի հանգիստ է, հանգիստ ջուր խմեմ։ Սիլ բնության ուժը ամեն կաթիլում։ We'll be right back.